Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանին, այս գիշեր շփման գծի տարբեր հատվածներում զինված բախումներ են տեղի ունեցել, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին հասցնելով կորուստներ, առնվազն 2 զոհ եւ վիրավորներ, հետ են շպրտել իրենց ելման դիրքերը։ Պաշտպանական մարտի ընթացքում զոհվել է զինծառայող 19-ամյա Ֆիդար Ալոյանը։ Սա ողբերգություն է բոլորիս համար, բայց այդ մարդիկ, մեր այդ երիտասարդները պաշտպանում են հայրենիքի սահմանները։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, բայց իրավիճակը վերահսկելի է։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների։ Նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մեկնել է Արցախ, ղեկավարության եւ պաշտպանության բանակի հրամանատարության հետ քննարկելու սահմանին տիրող իրավիճակը։ Հակառակորդը կրկին դիմում է տարբեր տիպի, այսպես ահաբեկչական գործողությունների եւ նրա այսպես ահաբեկչական գործողությունները միշտ կասեցում են։ Տարբեր տիպի զինատեսակներ են օգտագործում։ Վերջերս իհարկե արդեն 1-2 տարվա ընթացքում ավելի ծանր զինատեսակներ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ վերահսկելի է։ Անցնող շաբաթ ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ եւ 3 տասնյակից ավելի վիրավորներ։ Շփման գծում զինված բախումների ընթացքում հակառակորդը կիրառել է տանկ, ռեակտիվ հրթիռահրետանային եւ զենիթային կայանքներ։ Նահանջելով հակառակորդը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության գործողության պարագաներ։ Այգու Հյասատրյան, ժամը լրատվական։